Այսօր մի առանձնահատկություն իմ ուշադրությունը գրավեց, որ տենց մարդկանց տենց կլանող հայացքները։ Ես այնպիսի տպավորություն ունեի, որ նախ մարդիկ շատ կենտրոնացած լսում են, շատ կենտրոնացած։ Ես չգիտեմ, հիմա վստահ չեմ, գուցե լինում է բան, որ աչքիդ առաջարնեմ եւ ուշադրություն չես նկատում, ուշադրություն չես դարձնում, բայց այսօրվա հանդիպումներում ինչ որ մի հատ առանձնահատուկ կլանող հայացք կա իմ կարծիքով եւ դա կարող է կապված լինել հետեւյալի հետ, որ հիմա նաեւ մարդիկ շատ տեղեկատվություն են ստանում եւ շատ նաեւ կեղծ ինֆորմացիա, ճիշտ ինֆորմացիա եւ այլն, ես գիտեք ինչ տպավորություն ունեի, ոնց որ մարդիկ այդտենց լսելով սկան են անում, մի հատ ուզում են հասկանան, այս ամեն ինչի մեջ, այս լուրերի մեջ, որտեղ մեկը ասում է, որ էսա սկսած դավաճանությունից մինչև որ Հայաստանը ծախվում է եւ Հայաստանը ծաղկում է, այսինքն երկու բևեռ կա, Հայաստանը ծախվում է այս իշխանությունների կողմից եւ Հայաստանը ծաղկում է, ինձ թվում է թե մարդիկ sense սկան են անում, որովհետեւ այդ թեման չի քննարկվում, ասենք երբեմն չնայած անդրադարձեր կունենանք նաեւ այդ թեմաներին, բայց կապ չունի, դու ինչի մասին որ խոսում ենք, մարդիկ sense սկան են անում, ամեն բառի մեջ, ամեն բառի ԴՆԹ մակարդակով ուզում են հասկանան, ամեն բառ այդ բառի մեջ ինչն է fake, ինչն է իսկական, ինչն է անկեղծ ու դա ինձ շատ ուրախացնում է, որովհետև ես համոզված եմ, որ այդ հայացքները տեսնելու են ամեն ինչ, իրանք տեքստերն են ընկալելու, ենթատեքստերն են ընկալելու, կեղծիքներ են ընկալելու, անկեղծություններ են ընկալելու, ամեն ինչ ընկալելու են եւ սա է նաեւ այդ հայացքը, այդ կլանող հայացքն է նաեւ երաշխիքը, որ Հայաստանում հնարավոր չէ այլևս ժողովրդի կամքը ծռել, ժողովրդի կամքը նենգափոխել եւ ժողովրդին բան պարտադրել, առնել եւ այլն եւ այսպես շարունակ եւ դա շատ կարեւոր հայացք է, այդ փոփոխությունը, այդ քաղաքացու հայացքը, որ կանգնած է եւ ուղիղ նայում է եւ կլանում է ամեն բառը բաններ են շերտային տոմոգրաֆիա, որ ենթարկում են, չէ՞։ Համակարգչային տոմոգրաֆիա ենթարկում ամեն բառը, ու սա շատ հոյակապ նորություն է, ես սրա համար շատ ուրախ եմ։ Հիմա Տիկին Ավանեսյան, այս շրջանում նաև այս վերջին իհարկե առաջին օրինակ Հարուզարշավի, բայց վերջին ամիսներին մենք անդադ շփվում ենք մարդկանց հետ։ Ձեր զգացողությունը ինչ է ասում, ինչ արդյունք եք կանխատեսում։ Ես կարծում եմ սահմանադրական մեծամասնությունը լրիվ իրատեսական, անգամ այսօր, երբ որ առաջի օրն է, պարոն վարչապետ, եւ ինչպես ասում եք, իրանք նաեւ այսօր մի քանի հոգի նորից ասեցին տարիքով անձանցից, ասում են մենք գնահատում ենք, որ դուք մեզ եք դիմում, այնքան հետաքրքիր բան ասեցին, ասում են մենք զգում ենք, որ դուք մեզ եք դիմում։ Այսօր հետաքրքիր բան է։ Այդ արտահայտությունը տենց շատ բան արեց, էլի, որ իրանք հասկացել են, որ մեր խոսքը իրանց է ուղղված։ Այստեղ գիտեք հետաքրքիրը ինչն է։ Այսօր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում դրա վրա։ Այդ բանը, որ ես 2000 ինձ թվում էր թե բոլոր այն հատվածներում, երբ որ ասում եմ եւ այդ մեկ մարդը դու ես, որտեղ ասել եմ ինչ որ մի վարքյանից մարդիկ սկսել են ծափահարել, դա ինքնաճանաչումն է, դա արձանագրում է, որ իրանք հասկանում են, որ այդ մի մարդը իրանք հասկանում են, որ իրանք են որոշում, այս ամենակարևոր բանն է, իրանք այդ ծափահարելը, իմիջիալը ես չեմ հիշում, ես այս խոսույթ օգտագործել եմ նախկինում, եւ իհարկե հիմնականում հրապարակներում, որտեղ ուրիշ միջավայր է, բայց այդ ծափահարությունը նշանակում է մարդը իր իշխանությունը զգացել է, մարդը զգացել է երկրի տիրոջ իրակարգավիճակ ու մարդը գիտի, որ ինքն է որոշում խորհրդանական ընտրությունների ելքը, ով ուզում առնի ընդդիմություն, իշխանություն, fake ինֆորմացիա, հիբրիդ, ոչ հիբրիդ եւ այլն տեխնոլոգիա, չգիտեմ ինչ կապ չունի, ինքը գիտի, որ ինքն է որոշում եւ դա ամեն հեղափոխության եւ խաղաղության ամենակարևոր արդյունքն է, որովհետեւ խաղաղությունն էլ է կարևոր, որովհետեւ ուրիշ բան է սպառնալիքի ներքո որոշում կայացնելը, որ
մարդը մտածում է, որ չգիտեմ ինչ վիճակ է, ուրիշ բան է ազատության պայմաններում այդ որոշումը կայացնելը։ Մարդը այսօր ազատ է։ Իհարկե քաղաքական ուժերը տարբեր սցենարներ են ներկայացնում, այդ սցենարների մեջ ամենատարբեր բաներ կա, բայց մարդը գիտի, որ ասում է խոսած է, այդ հայացքի մեջ ես այդ եմ կարդում, ասում է քաղաքական ուժերը խոսացեք, ես կորոշեմ, դուք ասեք ինչ եք ասում, ես կորոշեմ եւ այդպես էլ կլինի։ Շատ լավ, այսպիսին էր մեր եթերը Անահիտ Ավանեսյանի հետ, ով հիշեցնեմ զբաղեցնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը, Տիկին Ավանեսյանը 2020 թվականից առողջապահության նախարար է, դրանից առաջ 21-ի հունվարից առողջապահության նախարար է, դրանից առաջ 2018 թվականից եղել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ եւ նախորդ ընտրությունների համամասնական ցուցակում եղել եք, եղել եմ 15-րդն է։ 15-րդը, շատ լավ։